փոխինց էլ մոտենանք, իրեն կալանավորելը պատժի եւ խոշտանգման տարրեր է պարունակում։ Հասարակության մեջ վաղ սերմանելու միտում ունի, որ հանկարծ որևէ պարագայում ինչ-որ մեկը չփորձի երես դուրս գալուց ինչ-որ թթուփոս կասի կամ ինչ-որ գործողություն կատարի։ Այդ հայտնաբերված առարկաներից ամենավտանգավորը եղել է 10 դրամանոց բոմբերն են, որ երեխաները վառում գնացնում ուրախանում են։ Բագրատ Սեփազյանը մի անգամ դատական նիստի ընթացքում անդրադառնալով սրան ասաց, եթե պարզվեր, որ սա ես եմ գրել, ինձ պետք է ոչ թե բանտ ուղարկեն, այլ հոգեբուժարան։ Իրավաբանները չեն էլ քաշվում կոնկրետ ապացույցներ կեղծելու ճանապարհով գնալուց։ Թե մենք ունենք օրինակ դատավորներ, որ պատրաստ են կաթողիկոսի փոխարեն որոշումներ կայացնել, մեր իրավահամակարգը շատ տխուր վիճակում է։ Լրիվ մաքուր իրավական գործընթացներով կան հիմքերը այդ մարդկանց պետական դավաճանության համար ազատազրկելու համար։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր մեր հյուրն է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Բարև ձեզ, պարոն Խուդոյան։ Շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Խուդոյան, խոսենք Դավիթ Մինասյանից։ Տեղեկություն ստացվեց, որ նրան հիվանդանոցից տեղափոխել են կրկին քրեակատարողական հիմնարկ բանտ։ Բայց փաստաբաների հավաստիացմամբ նա դեռ առողջական այն իրավիճակում չէ, որ կարողանա բանտ տեղափոխվել, նույնիսկ գրեց փաստաբաներից մեկը, որ սայլակով են տեղափոխել։ Արդյոք Դավիթ Մինասյանի արարքը կամ ենթադրելի արարքը, որը գիտենք Անա եկեղեցում կատարված միջադեպներ, այն աստիճանի բարդության է, որ չեն կարող սպասել, մինչև նա առողջապես պատրաստ լինի բանտ տեղափոխվելու։ Պիտի տարանջատենք իրարից, առաջի հարցը արդյոք արարքը այնպիսի արարք էր, որի համար անձին պետք է կալանավորեին, եւ արդյոք եթե նույնիսկ ընդունենք, որ պետք է կալանավորված լիներ, կալանավորի նկատմամբ կարելի է նման վարքագիծ դրսևորել, որովհետեւ այո մարդը ազատազրկված է նաեւ հիվանդանոց։ Մեր օրենսդրությունը հնարավորություն է տալիս, որ կալանավորը թե բուժօգնության կարիք ունի, գտնում է հիվանդանոցում քրեակատարողական ծառայության աշխատակիցների հսկողության ներքո։ Հետևաբար առանց բժշկական ցուցման իրեն հետ տանելը կապված չի ազատ լինել, ազատ չլինելու հետ, ինքը արդեն իսկ կալանավորված է, կալանավորը ինքը նույնիսկ հիվանդանոցում։ Գալով առաջի հարցին, իրեն պետք է կալանավորեին թե ոչ, բնականաբար այն ծանրության արարքը չէր, որ իրեն պետք է կալանավորեին դրա համար, եւ նաեւ հասարակությունն էլ պետք է շատ բարձ հասկանա, որ կալանքը դա պատիժ չի։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր վրթովում են, որ վարչապետի աջակիցներն են վրթովում են, որ չէր կարելի նման քայլ անել եւ անձը պետք է պատժվի, իրանք էլ պետք է հասկանան կամ իրանց էլ պետք է հակադարձել, եթե այդ ամեն ինչը հասկանալով են անում, որ կալանքը դա պատիժ չի վերջնական պատիժ կորոշի դատարանը։ Կալանքը խափանման միջոց է, որը նպատակ ունի մի քանի հարց կարգավորել, որպեսզի անձը չթաքնվի, չխոչընդոտի գործի քննությանը, նոր հանցավոր արարք չկատարի։ Երբ որ այդ միջադեպը տեսագրված է, նախապես պլանավորված չի, վարչապետը ինքն է եկել հայտնվել ինչ-որ իրավիճակում, նախապես էլ հայտարարած չի եղել իր այցը, եկել է այդ խառնակցությունը կատարել է։ Այս բaragայում չի կարելի խոսել հնարավոր նոր ռիսկի մասին, որտեղ այդ տղան չի որ իր նախաձեռնությամբ էր գնացել գտել ինչ-որ գործողություն արել կամ չարել։ Երկրորդ թաքնվելու ռիսկը կարելի է հանգիստ բացակայելու արգելքով հարցը լուծել, ուղղակի երկրից չկարենա դուրս գա եւ գործին չի կարող որևէ կերպ խոչընդոտել, որտեղ ամեն ինչ տեսախցիկների կադրերում կա, այս բaragայում ցանկացած առումով ոնց էլ որ կողմից էլ մոտենանք, իրեն կալանավորելը պատժի եւ խոշտանգման տարրեր է պարունակում։ Եվ ֆիքսենք, որ դպրոցական է Դավիթը, 18 տարեկան է, եւ նաեւ հայտնի դարձավ, որ ուղեղի ցնցում է ստացել թիկնապայի հարվածի հետևանքով։ Դա արդեն գալիս է գործի երկրորդ աստիճանով խնդրի մասին, ելի նույն տեսախցիկների ներկայացում շատ հստակ է, որ անվտանգության աշխատողը առանց անհրաժեշտության, այսինքն միջադեպը հարթելու միջոց չէր դա էլ էր վրեժխնդրություն, մոտենում է արդեն ավարտից հետո միջադեպի, երբ որ վարչապետը հեռացել է տղան շարունակում է գտնվել այդտեղ, մոտենում է եւ դիտավորությամբ հարված հասցնում գլխին։ Արդեն բժշկական եզրակացությունն էլ կա, որ դա առաջացրել է մանրական վնասվածք եւ գլխուղեղի ցնցում։ Դրան բնականաբար իրավական պետությունում պետք է հետևեր, որ այդ պաշտպանատրանցի նկատմամբ էլի նույնպես գործ պետք է հարուցվեր։ Չեմ պնդի, որ պետք է կալանավորվեր, Դավիթն էլ չպետք է կալանավորվեր։ Բայց գործ պետք է հարուցվեր, այդ անձի լիազորությունները պետք է կասեցվեին իր պաշտոնում, հավասար հիմքերով, հա, գործը պետք է գնար, բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ որևէ տեսակի մեղադրանք էլ չկա, ակնհայտ պաշտպանվում է եւ բռնությունը վարչապետի անվտանգության աշխատակիցների, վարչապետի Շարասյան, նաեւ ուրիշ դեպքեր էլ ունենք նրանից եւ անմիջականորեն իր հետ կապված եւ միջնորդ հարված եղանակով իր անվտանգությունը ապահովելու միջոցառումների հետ կապված այլ անձանց
պատճառված վնասների հետ գործ ունենք եւ քննչական դատախազական մարմինները աչք են փակում այդ ապօրինությունների վրա։ Փոխարենը փոքր միջադեպով չեմ էլ ուզում խորանամ գնահատական տամ իր գործողությանը, արդյոք դա հարված էր, արվածի փորձ էր, թե ինչ-որ ուրիշ բաներ, փաստաբանները դրանով կզբաղվեն։ Բայց նույնիսկ եթե դա դիտավորել արվածի փորձեր, այդ միջադեպը այնքան աննշան էր, որ չէր կարող առաջացնել այս հետևանքներին, իսկ կալանավորումը միանշանակ եւ իրեն պատժելու եւ հասարակության մեջ վախ սերմանելու միտում ունի, որ հանկարծ որևէ պարագայում ինչ-որ մեկը չփորձի երես դուրս գալուց ինչ-որ թթու խոսք ասի կամ ինչ-որ գործողություն կատարի։ Այսինքն վախեցնելու ավելի շատ միջոց։ Դա երկու նպատակ է հետապնդում, եւ այս տղային են պատժում, այս եղանակով եւ նաեւ սրանով փորձում են ուժ ցույց տալ։ Եվ այս դեպքում եւ մի շարք այլ դեպքերում այս վերջի տարիների ընթացքում մենք տեսնում ենք, որ կա կալանավորում, որը ժամանակ հետո տնային կալանք, հետո բաց են թողնում։ Բայց այստեղ մնում է մարդու ֆիզիկական, չէ, այդ վնասները, որը ստանում է տառապանքները կոնկրետ Դավիթի դեպքում։ Այսինքն նա ուներ արդեն առողջական խնդիրներ, բայց այս հարվածն էլ, այս ապրումները, դպրոց չգնալը, բանտում լինելը, սրանք որևէ կերպ չեն փոխհատուցվելու, չէ։ Բնականաբար, եթե արդեն երկարատև շուր ընթացքում ալենում ուսումնական process-ները, դրանից դժելու են հատկապես խափանման միջոցներ կիրառելուց դատավորները միշտ պետք է գնահատեն այլ հանգամանքներ, անձի ով լինելը, ինչ դիրք զբաղեցնում, ասենք եթե ընտանիքի կերակրողը, նա երեխաները ինչ են անելու, եթե ուսանողը կրթությունը իրավ ինչպես է վերականգնվելու եւ իրեն այս պայմաններում պահելը ցույց է տալիս, որ անտեսում են բոլոր հնարավոր վատ սցենարների նկատմամբ, շատ մարդկանց նկատմամբ խափանման միջոցները կիրառվում են աչքաչափով։ Այդ նույն կալանք, տնային կալանք հետո ազատ արձակել, եթե տանձին ի վերջո որոշել է ազատ արձակել ինչեր ինքը կալանքի տակ։ Կամ մի այսպիսի հասկացություն պատտվող դռների, այդ բաների, շենքերի մուտքերին, որ պատտվող դռներ են լինում, սկզբունքն է կալանավայրերում, որ քաղաքական հետապնդումների լոգիկայով, որտեղ քաղաքական հետապնդումը պահանջում է իրավապահների ռեսուրս եւ քարոզչական ռեսուրս, որպեսզի բանտերը չլցվեն հարյուրավոր մարդկանցով, բարբերաբար մեկին հերց են տանում, մյուսին թողում են։ Սկզբունքով եւ միշտ արկա այդ քաղաքական հետապնդումը, միշտ քարոզչությունը աշխատում է, բայց աշխատում է որոշակի ոնց որ ռեսուրսներ խնայելով։ Մեկին բռնում են, ախացնում են, լրացնում են, բաց են թողում, գալիս են մյուսին բռնելու։ Իսկ այն որ այս բռնությունն, այս պատիժի նկատմամբ նաև ուղղորդվում է քարոզչական կեղտոտ արշավով, դա ակնհայտ է սոցցանցերից, որովհետև ատելության խոսք տեսնում ենք, որ գեներացված այդ ատելության խոսքը ոչ միայն հասարակ օգտատերերն են, այլև իշխանության բարձրագույն ներկայացուցիչները, իրենց պաշտոնյաները համարել, սրա վերաբերյալ մի հատ կոմենտ անել։ Սա որոշակի զուգահեռ կարող եմ օրինակ անցկացնել Սոնա Մանացականյանի դեպքի հետ, երբ որ դժբախտ դեպքից անմիջապես ժամեր անց եւ օրեր անց դժուժած անձը, զոհված անձը ենթարկվում էր ատելության ահռելի դոզայով խոսքի։ Հիշեցնենք, որ հղի Սոնան եւ մահացավ։ Այո, որևէ քաղաքական բանի չէր մասնակցում, որևէ գործողություն չէր արել, իր համար տուն էր գնում, բայց անկավ էլի անվտանգության հիստերիկ նկատառումներից ելնելով Ավտոշարասյան աննորմալ վարքագծի պատճառով զոհ դարձավ։ Մեր ընկերներս վերջերս հատուկ արտահայտություն են կոչվում են Ավտոշարասյուն։ Վարչապետի շարասյունը, որտեղ ինքը իրանով Ավտոշարասյուն։ Վարչապետի շարասյունը, որտեղ ինքը իրանով վտանգ է, տեսել ենք տարբեր ժամանակներում, ինչպես է վթարային իրավիճակներ ստեղծում, մի քանի օր առաջ էլ թե ամեն ձև փորձեցին խուսափել բանից, որ սա չէր ուղեկցում, բայց ոստիկանական ուժերը, որը պետք է գնային մարզ վարչապետի գվարդիայի ավտոբուսը, ուրեմն այցը կազմակերպելու, իրենք էլ վթարի մասնակից դարձան։ Վերադառնալով Դավիթի դեպքին, անկախ նրանից, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվել եւ այդ ամենը չի եւ հավաքված ինֆորմացիայի եւ նրանից ինչ որ մենք տեսնում ենք, որ ինքը ուղղակի հավատավոր երիտասարդավոր պատարագի է մասնակցել, ինքը միևնույն է քաղաքական հետապնդման զոհ է, որտեղ քաղաքական հետապնդման զոհերը ոչ միայն այն մարդիկ են, ովքեր ակտիվ զբաղվում են քաղաքականությամբ, այլ ում նկատմամբ հետապնդումները կարող են ուղեկցված լինել կամ իրենց հիմքում ունենան քաղաքական շարժառիթ։ Շարժառիթների մասին արդեն ասացի։ Եվ
մի դեպքում անձնական վրեժն է իր նկատմամբ, իսկ քաղաքական շարժառիթը վախի մթնոլորտը տարածելն է։ Այս դատավարությունների հերթական օրինակը կամ օրինակներից մեկը Բագրատ Սրբազանի եւ 18 արդարների գործն է, որով փաստաբանական խմբում նաեւ դուք եք, ասուլիսով հանդես եկաք եւ ներկայացրիք, թե ինչպես են քննիչները Բագրատ Սրբազանի կեցավայրից գտնում հանցակազմի կամ ինչ-որ ապացույցներ, որոնցով պետք է հաստատվեր Բագրատ Սրբազանի մեղավորությունը։ Տեսնում ենք ահաբեկչության պլան։ Խոսենք այս պլանից, որը գտել են հենց կեցավայրից եւ նույնիսկ Բագրատ Սրբազանը տեսանյութում երևում է, չգիտի սա ինչ է եւ նոր է ծանոթանում։ Նոր չէր ասելիքը, բայց աուդիովիզուալ նյութը ներկայացնելը նաեւ կարեւոր էր, որովհետեւ տեքստերին կամ ասենք փաստաբանների դատականից դոկումենտների ոչ բոլորը հետևելու հնարավորություն կամ ցանկություն կարող են ունենալ։ Կարևոր է այս փուլում սա հրապարակելը, բայց եթե խորանանք բովանդակության մեջ, ապա զավեշտի է հասնում այն բոլոր առարկաների թվարկումը, որ հայտնաբերվել է իր տնից, ու ինչպես են քննչական դատահազական մարմինները փորձում հիմնավորել, որ դրանք պիտանի միջոց են ահաբեկչություն կատարելու համար։ Այդ հայտնաբերված առարկաներից ամենավտանգավորը եղել է, բայց իր տնից չի հայտնաբերված, ուրիշի տնից ամանորյա փոքր 10 դրամանոց բոմբերն են, որ երեխաները վառում են, փաստում ուրախանում են, որով շատ էլ ուզեցել ինչ-որ մեկին լուրջ վնաս չես կարող պատճառել։ Իր տնից էլ հայտնաբերել էին տրաֆարետների համար փչովի ներկեր, գունավոր ծխեր, ինչ անհրաժեշտ է ահաբեկչության համար։ Դրոշների համար լիցիան պատվիրել էր ձողեր, բանի պոլիփայտ դիտենց ժամանակակից բաներ, մետաղական ալյումինե ձողեր, որ կարողանան ինչ-որ հարմարացնել դրոշները դրանցով, որտեվ պայտերը չէին կարող բանանային արագ պատվիրեին, ու մնացել էր դա պատվալում, այտենց հայտնաբերել էին, անվանում էին դրանք մետաղյա մահակներ, ի վերջո կանք արդեն բանին, պլան կոչվածին։ Մենք դա երբեք չենք կարևորել, անիմաստ փաստաթուղթ եղել, քննչականն էլ չի կարևորել առաջի ամիսներին, որովհետև ամենաչնչին բանն էլ, որ իրանք կարող էին ցույց տալ որպես վտանգավոր բան, եւ իրենք էին այդ ինֆորմացիան տարածում եւ սլիվ էին անում իշխանական տարբեր հարթակներով, ընդհանուր վարչապետի Facebook-յան էջով։ Տարբեր բաներ, ասենք Stribal զենքերը, ինչ որ բանի այդ նույն խաղի վերաբերյալ Ciferblatt-ը, որով վնասազերծում են իբրև թե կատարում այդ վարժանքների ընթացքում խաղի եղան տեսակա։ Այդ ամեն ինչը ներկայացվում էր, այնտեղ բան կար գինի թորելու ինչ-որ հարմարություն կար, որ տարօրինակ ձևով անհասկանալի իրենց եւ բանային արել հրապարակել են, այսինքն ինչը որ հնարավոր էր որևէ ձև վատ մեկնաբանել, դա հրապարակվում էր, այս փաստաթուղթը առաջի օրերին չէր հրապարակվում։ Եվ սա միայն առաջի անգամ սրա մասին խոսեց քննչական կոմիտեի նախագահը, այն բանից հետո, որ մի քանի ամիս իրեն մեղադրեցին ստախոս լինելու մեջ, որովհետեւ ձայնագրությունների վերաբերյալ կեղծ պնդումներ էր կատարել հանրային եթերում։ Ենթադրում եմ, որ այտենց ինքնասիրությունը վիրավորված լինելու պատճառով փորձեր կատարել ենթականերից նոր տվյալներ ճշտել եւ հրապարակել եւ այդտեղ այտենց ինչ-որ խրոխտ եղանակով էլի իր խոսքերին հաշիվ չտալով հայտարարեց, որ Բագրատ Սրբազանի ձեռքով գրած ինչ-որ բան են հայտնաբերել, մենք էլ ասում ենք, դե որ դու դա կարևորել ես, եկեք մենք էլ անդրադառնանք այդ պլանին, ֆիքսել էին, որ կա գրած terror բառը անգլերենով, սակայն եթե դրա բովանդակության մեջ խորանում ենք այն մարդը, որ կազմել է այդ փաստաթուղթը, ինչ առաջարկել, նրանք առաջարկել է 24 ժամ շարունակ Թուրքիայի ամբողջ խորքով, սահմանի 40 կիլոմետր խորքով ռմբակոծել Թուրքիան, վերցնել 150,000-ից 250,000 գերի եւ այդ եղանակով Հայաստանի հարցերը, խնդիրները լուծել։ Բագրատ Սրբազանը մի անգամ դատական նիստի ընթացքում անդրադառնալով սրան ասաց, եթե պարզվեր, որ սա ես եմ գրել, ինձ պետք է ոչ թե բանտ ուղարկեին, այլ հոգեբուժարան։ Որտեղ adekvat մարդը չի կարող նման գաղափարներ գեներացնել։ Եվ դրանից հետո էլ այդ հայտարարությունը կատարելուց հետո էլ առայսօր քննչականը որևէ մեկնաբանություն չի տվել եւ եթե հասկացան, որ հերթական հիմարությունն է խոսել կամ ենթականները հերթական հապատահեկատվությունն են տվել քննչականի պետին, այդ դեպքից հետո այլևս այս գործի վերաբերյալ անդրադարձ չի ունեցել։ Բայց կարող են նորից նոր ապացույցներ գտնվել։ Չեմ կարծում ինչ-որ նոր բան են բերել ներկայացնել, ինչ-որ կար, սա էլ ամենասկզբից գործի նյութերում էր, բայց քանի որ անիմաստ փաստաթուղթեր մենք էլ երբեք չենք կարևորել, բայց այն օրվանից երբ որ իրենք կարևորեցին նաև հերթական զերպարտությունը բանալեցին, որ դա Սրբազանի կողմից է գրված,
անհրաժեշտություն առաջացավ ներկայացնել։ Հետո խնդիրը որն էր։ Քանի որ Սրբազանը պնդում էր, որ բոլոր այդ ձեր հիմնական թեզերի վերաբերյալ ապացույցներ եկեք առաջին նիստերում հրապարակեք, որ տեսնեք այդ ինչի հիման վրա եք ասում, այդ գնդակահարության պահը, այս պլանի մասը եւ այլն։ Բայց դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը, որը դատախազություններ ցանկանում եւ այս ապացույցները շուտ չէին հետազոտվելու։ Հարկամարեցինք, որ այս փուլում հանրությանը մատուցենք այդ սարսափելի ապացույցները, որը հիմք էր տալիս քննչականին կամ դատախազությանը նման անպատասխանատու հայտարարություններ կատարել։ Բայց սա շարունակվելու միտում ունի, չէ՞, դադարել չի կարող, որովհետև անընդհատ նոր ապացույցներ, այսպես ասված, նոր գործով որպես այդպեսին նոր ապացույց չի կարող լինել, որտեղ գործը արդեն ուղարկվել է դատարան, իրենք համարում են, որ իրենց բոլոր ապացույցները հավաքել են։ Ապացուցված է։ Հա, հետո չեմ էլ պատկերացնում ինչ նոր բան պետք է մագոնեն, կարող է հերթական կեղծիք անեն, ինչ-որ բան ավելացնեն, բայց խնդրեմը ինչն է, որ հնարավոր չի ապացուցել մի բան, որը գոյություն չի ունեցել։ Ինչքան էլ ջանք գործադրեն, ինչքան էլ ընդեղից կոնտեքստից կտրած մտքեր վերակապցնեն իրար։ Ես ո գիտեմ, որ շատ լավ ճանաչում Սրբազանին ու իր շրջապատի մարդկանց գիտեմ, որ այդ մարդիկ ունակ չեն որևէ անձի վնաս պատճառել։ Խոսակցությունները, որ իրանք էլ ուղարկել են դատարան, դրանց մեջ էլ պարբերաբար այդ թեման քննարկվում է, որ որևէ անձ պետքա չտուժի մեր գործողություններից։ Հիմա ինչա թե ինչ-որ միտեղ մի միտք հնչելա, որը իրենք կարծիքով կարող է ռիսկ ստեղծել, օրինակ մեկը ասել է եկեք խոտի տուկեր վառենք, հետո հաջորդ օր ասել չէ, եկեք չվառենք։ Այդ առաջի կտորը վերցնում են, երկրորդ կտորը չեն վերցնում, մեկը խոսքը գնում ինչ-որ մետաղական աստղիկներ է պետք է օգտագործել, հաջորդ օրը կամ մի քանի օր հետո խոսում է, որ չէ, մեկին իհարկե վնասել չի կարելի, անցնում գնում է, բայց իրենց խնդիրն է ծաղկակաղանել այդ ինֆորմացիան մատուցել, որպես ինչ-որ սարսափելի բան, իրականության մեջ մարդիկ պլանավորում էին հաջող փողոցային ակցիաներ, բայց պետք է այդ ակցիաները ամեն կերպ կասեցնել ապօրինի միջամտությամբ։ Այս դեպքում նաև ձայնագրությունը, որը հետո պարզվեց, որ կտրված է Բագրատ Սրբազանի մասնակցությամբ էլի ահաբեկչության թեմայի մեջ, սա նաև այս նոր հայտնաբերված ապացույցները, որը նշեցիք այդպես չէ, մեկ ուրիշ դեպք օրինակ Արշակ Սրբազանի գործով ասեց, որ ինչ-որ թմրյան նյութ է, որը ինքը տեղադրել հետո չէին գտել, կորել էր այդ ապացույցը։ Կորել է Արշակ Սրբազանի մեկ այլ գործով, իբրև թե փորձագետի եզրակացություն էին տվել, որ տեսանյութերը իրական են։ Միջազգային փորձաքննությամբ բայց նախ այդպիսի բան չկար, ընդամենը փորձագետ կոչված անձը ասել էր, որ երկու դեմքերով այս անձինը նման են, երբևէ չէր պատասխանել հարցի, որ տեսանյութերը իրական են թե չէ։ Բայց միջազգային փորձաքննություններով հաստատվեց, որ տեսանյութերն են կեղծված։ Այսինքն մենք ասել ենք այն փուլին, որտեղ իրավաբանները էլ արդեն բանել չեն անում, էլի չեն էլ քաշվում կոնկրետ ապացույցներ կեղծելու ճանապարհով գնալուց։ Եթե նախկինում էր իրավական խնդիրները գալիս էին իրավական մեկնաբանությունների տիրույթ, որ абսուրդ մեկնաբանություն էին տալիս գոնե եղած փաստերին։ Հիմա այս վերջին գործերում մենք տեսնում ենք, որ արդեն իրենք գնում են կեղծիքների ճանապարհով։ Այսինքն սա շատ վտանգավոր նախադեպ է։ Յուրաքանչյուր դեպքով անձի նկատմամբ կարելի է կեղծել ապացույցը, չեղած ապացույցը հնարել կամ սարքել եւ մարդուն կալանավորել։ Ոչ մի բան չի խանգարում հաջորդ դեպքով, երբ որ անհրաժեշտություն ունի մտնեն մեկի տունը խուզարկության, մի սենյակում խուզարկություն անեն, մյուս սենյակում ինչ-որ բան գցեն։ Որտեւ արդեն իսկ սկսել են այնպիսի ապացույցներ կեղծել, որոնք գոնե տեսության մեջ, գոնե իրավաբանների միջավայրում հայտնի են որպես օբյեկտիվ ապացույցներ։ Օրինակ նես չի որ մարդուն համոզեն արի ասեն արի մեկի դեմ վացուցմունք տուր, սովորաբար մարդիկ ասում են այո թե կա ձայնագրություն, թե կա տեսագրություն, ուրեմն սա առավել քան հավաստի բան պետք է լինի, բայց մենք տեսնում ենք որ իրանք կպել են նաև այդ տեղին։ Իրենք կեղծում են այն տեսակ ապացույցները, որոնք մարդկանց մոտ պետք է հավատներ շնչեին, որ գործը օրինական է, եւ ցանկացած տեսակի այլ խախտում այսօր հնարավոր է։ Ընդամենը խնդիրը պատվեր կատարողի պատրաստակամությունն է, թե ում մոտ է գործը գնա ինքը պատրաստ է դրա տակ մտնել թե չէ, եւ պատվերի ինտենսիվությունը։ Այդ մարդուն ինչով են սպառնում չոր բանում։ Շատ կարեւոր բան Դավիթի գործով քննիչը գործից դուրս եկավ։ Փաստաբանն եմ ասում։ Առաջին օրը խոզարկության գնացած քննիչը գործից դուրս եկավ, որտեվ համաձայն չէր այն process-ների հետ, որ այդ անձին պետք է նման ծանր մեղադրանք առաջադրեն եւ տանեն կալանքի։ Մյուս քննիչն էլ չէ, հետո քննչականի պետը դուրս եկավ, հիմա բերեցին նշանակեցին այն մարդկանց, ովքեր այդ գործը պատվերի շրջանակներում հաջողությամբ առաջ են տանում։
Բայց մենք տեսանք, որ հայտնվեց քննիչ, ով ասեց ոչ։ Ես դեռ պատվերը չեմ կատարելու, ես ակնհայտ անմեղ մարդուն հետապնդման չեմ ենթարկելու, չեմ խոշտանգելու, չեմ գալանավորելու։ Լավ օրինակ է բոլոր քննիչների, դատախազների, առհասարակ իրավապահների համար, որ իրականում աշխարհը չի քանդվի, եթե դուք այդ պատվերներին մերժեք։ Ավելի կան միտք, որ այդ պատվերները չեն կարող մերժել այն մարդիկ, ովքեր թաթախված են իրենք անձավոր գործունեության մեջ եւ կոմպրոմատների տակ կարող են այդ գործողություն անել, որովհետեւ մաքուր ապրած մարդը երբեք չի կարող քննիչի կամ դատախազի աշխատավարձի հույսին լինել ու նման պատվերներ կատարել։ Իսկ ունենք դատավորներ, որոնք կոպիտ ասած ռիսկ են անում գնալ քննչականի կամ ազգային անվտանգության ծառայության միջնորդության։ Այդ սխեման ուրիշ կերպ է աշխատում, տևական ժամանակ փորձարվեց բոլոր դատավորներին հնազանդեցնել, բայց այդ հարցը լուծվեց ուրիշ ձև։ Հիմա արդեն այն դատավորը, որ անկախ է, մոտ քաղաքական գործ ուղղակի չի գնում։ Գնում է դատանի նախագահին, դատանի նախագահը համակագրում է հայտնի անուններով դատավորներին։ Եվ նույն սցենարով է միշտ գործում։ Այսինքն բան չկա, էլի գործը գնաց Մաս Մելքոնյանին, բարձր քաղաքական շղթան եկել է, պատվերի շղթան եկել է, ինքը պետք է կատարի։ Գործը գնաց Կարեն Ֆարխյանին, ինքը պետք է այդ պատվերը կատարի, ինչքան էլ որ մարդիկ ասեն, չէ, մենք մեր գործն ենք անում, մենք մեղավոր չենք, որ այդ գործը մեզ եկավ հասավ։ Չեմ բարձր սխեման։ Ասենք երբեք որևէ պայմաններում Դավիթի կալանքի միջնորդությունը չէր մագագրվելու դատավոր Արման Հովհաննիսյանի, դատավոր Դավիթ Բալայանի եւ այլն շատ անուններ կան, այսքանով բավարար է։ Ուղղակի գտել են այդ լայֆակը, պետք չի ճնշել ամբողջ դատական համակարգը, պետք է ունենալ մի քանի նվիրված դատավոր եւ կեղտոտ գործեր անել իրենց ձեռամբ։ Երբևէ Հայաստանում կհիշեք դեպք, որ իրավական համակարգը այսքան կախյալ է եղել գործող իշխանությունից։ Մեղք չեմ վերցնի վրա գնահատական տամ 90-ականներին, որտեվ 2005-ին եմ առաջին անգամ մոտ գործել իրավագիտության ֆակուլտետ, հնարավոր է սովետական միությունից մնացած վատ համակարգը 90-ականներին էլ 2000-ականներին էլ մնացած լիներ, բայց կարող եմ ասել, որ դատական համակարգը մշտապես զարգացման մեջ էր եղել, մինչև 20 թվականը, 20 թվականից հետո ինք բարբերաբար եւ կտրուկ անկման մեջ է միջամտությունների եւ օրենսդրական մակարդակով եւ դատավորներին ճնշելով այդ թեման եթե քննարկենք ժամերով կքննարկենք ինչ եղանակով նա դատավորների նկատմամբ ազդեցություն եղել էլ ատելության խոսքով էլ իր եւ ընտանիքի անդամներին կպնելով տանել կորցնելով մի օրով դատավորին երբ որ կալանքի որոշում պետք է հրապարակի հետո այդպես ամեն ինչ նորմալ է ամբողջ գիշերը կորում առավոտյան գալիս է սպրտնած ինչ որ վատ որոշում կայացնում գնում Ի վերջո, էլի ասեմ, եկան այն եզրանման, որ պետք չի շատ ռեսուրսներ դնել բոլոր դատավորներին ճնշելու համար, ուղղակի պետք է որոշել, որ գործում գնա։ Իրավաբանական առումով որևէ բանի առաջ կանգ չի առնելու ձեր կարծիքով այս իշխանությունը։ Չէ, ցավով պետք է ասեմ, ես մասնագիտությունը շատ եմ սիրում, բայց ասում եմ, որ իրավաբանությունը մեր օրերում գերագնահատված է։ Այո, մենք աշխատում ենք, փորձում ենք հնարավոր բաց թողումները օգտագործել քննչականի դատախազության, որոշ դեպքերում հաջողում ենք, բայց եթե մենք ունենք օրինակ դատավորներ, որ պատրաստ են կաթողիկոսի փոխարեն որոշումներ կայացնել, մեր իրավապահ համակարգը շատ տխուր վիճակում է։ Հաշվի առնելով այս բոլոր դեպքերը, նախադեպերը եւ այս իրավիճակը, որ ունենք իշխանության կողմից իրավաբանության դեմ, 2026 թվականին հաշվի առնելով, որ ունենք ընտրություններ, այստեղ լինելու է իշխանության վերընտրվելու եւ չվերընտրվելու հարցը, մենք ինչ մարտահրավերներ ունենք ձեր կարծիքով։ Էլ ինչ կարող է լինել, որ այս շղթան շարունակական է լինելու անընդհատ կալանավորելու կեղծապատիժների։ Այսպես է, եթե այս իշխանությունը վերարտադրվում է, այս շղթան շարունակվում է եւ ավելի զազրելի նորմալի տեսք է ստանում։ Այդ միանշանակ։ Նոր իշխանությունների պարագայում երկու հնարավոր ճանապարհ կա։ Շարունակել պահպանել այս վատ ժառանգությունը, այսինքն օգտվել այս բոլոր ապօրինի գործիքներից եւ ինչ որ կարմիր գծեր քաշել եւ չանցնել վերանայել այս տարիների ապօրինությունները։ Ես հույս ունեմ, որ որևէ քաղաքական ուժ, որ գալու է փոխարինես իշխանությանը, դիմանալու այդ գայթակղությանը, չունենալու այս բոլոր ապօրինի գործիքները։ Պետք է գնահատական տրվի բոլոր այս տարիների պաշտոնատար անձանց գործողություններին առավել նողկալի արարքներ կատարած մարդիկ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն
եւ շատ հստակ պետք է հայտարարվի, որ այս գործիքները Հայաստանի Հանրապետությունում այլևս չեն կիրառվելու։ Մեկ անգամ գրառում էի կատարել, որ պետք է դատապարտվի եւ պետական դավաճանության համար, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանին իր խմբին էպիզոդները բազմաթիվ են։ Կարելի ասել ամեն երկրորդ խոսքը իր հօգուտ Ադրբեջանի քարոզչությունն է եւ քաղաքական կամքի եւ հնարավորության արկայության պարագայում խիստ օրինական դատավճիռներով, ես էլ նշում, դա հաշվի առդարի խնդիր չի։ Լրիվ, մաքուր իրավական գործընթացներով կան հիմքերը այդ մարդկանց պետական դավաճանության համար ծմա ազատազրկելու համար։ Հայաստանում դա հնարավոր է։ Իշխանության փոփոխման պարագայում իրավական պետությունը պաշտպանելու քաղաքական կամքի պարագայում հնարավոր է։ Շնորհակալություն, պարոն Խուլիев։ Ես շնորհակալ։ Եթերում ուղիղ խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիա YouTube-յան ալիքին։ Հաջողություն։